Ստամբուլում տասնյակ մարդիկ են ձերբակալվել գիշերը բողոքի ակցիաների ժամանակ։ Ցուցարարների հետ բախումների ընթացքում 6 ոստիկան է տուժել։ Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մարդկանց փողոց դուրս գալու կոչ անելը անպատասխանատու է եւ ցուցարարներին խնդրել է սադրանքների չտրվել։ Ցույցերը սկսվել են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո։ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել իշխող Արդարություն եւ զարգացում եւ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամների միջև։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան, որտեղ նախատեսվում է հանդիպում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ուկրաինական զինված ուժերը հարվածել է Սուջա գազաչափ կայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս կայանը համարվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրոպա գազի մատակարարման միակ տարանցիկ ուղին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հրահանգել է ստորագրել Միացյալ Նահանգների կրթության նախարարությունը կազմալուծելու մասին դրա ստեղծումից ավելի քան 45 տարի անց։ Լոնդոնի Հիլինգդոն շրջանում գտնվող էլեկտրական ենթակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մոտ 20,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Հիթրոու օդանավակայանում հարյուրավոր ուղևորներ արգելափակված են, իսկ օդանավակայանը ժամանակավորապես փակ է մեկնումների եւ ժամանումների համար։ Գերմանիան 13 տարի անց մարտի 20-ին վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թվականին փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բայերբոքը, որը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո արդեն երկրորդ անգամ է այցելել Սիրիա։